Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 27-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Շատ հետաքրքիր թեմաներ կա, նաև կապված թե Իրանի հետ, թե Ամերիկա-Չինաստան պայմանավորվածությունների, թե եվրոպական արձագանք, թե Ռուսաստանից արձագանք, այնպես որ բոլորին կանրադառնանք, ուղղակի կարճ անդրադառնամ Հայաստանում տիրող վիճակին, որտեղ առավոտվանից ներկայացվում էր, որ գնացել են մայրաթոռ, այնտեղ ներխուժել են, մարդիկ են ձերբակալել, խուզարկություններ, լարվածություն, ժողովուրդը գնացել պաշտպանել, թույլ չեն տվել Աջափահյանին ձերբակալեն, հետո ինքը գնացել հանձնվել է, բայց հիմա ուղղակի ընդհանրական գնահատական տանք, ոչ թե զուտ այդ էպիզոդները քննարկենք։ Առաջինը մեկ անգամ եւս հստակ ուզում եմ իմ վերաբերմունքը ներկայացնել, որովհետեւ ժամանակին, երբ որ ասում ենք, որ մայրաթոռը կտրականապես մերժելի է, որ մեր մոսկովյան թեմը, որը որ Գարեգին II-ի եղբայրն է, օրհնի հայկական ջոկատ եւ որը գնում է Ուկրաինա մարդ սպանելու։ Ռուսաստանը օկուպացիոն պատերազմ է վարում, ինչ գործ ունի մայրաթոռը դառնա կոնֆլիկտի կողմ եւ օրհնի օկուպանտին։ Եթե Ռուսաստանի ազգությամբ հայ, մեր հայրենակիցը որոշել է գնա մարդ սպանի, դա Ռուսաստանի պատվերով ու պահանջով է անում, կամ Ռուսաստանի իշխանություններին հաճոյանալու համար, որ պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար, եւ նաեւ այդ եղել է նման դեպքեր, որ մեռել են Ռուսաստանի համար։ Դա ինչ կապ ունի Հայաստանի հետ, ինչու ենք մենք Հայաստանի վերաբերմունք արտահայտում, որ մենակ այդ թեմային չի վերաբերվել, օֆշորային սկանդալ, եւ որ բարձրաստիճան եկեղեցականը աշխարհիկ իշխանության հետ պայմանավորվում են եւ բիզնեսմեններից փող վերցնում եւ այդ փողերը ուտում են եւ բռնվում են, բայց ոչ մի արդյունք չկա ներխառնված եւ բիզնեսի եւ տարբեր բաների մեջ, ու այդ ամեն ինչի մասին երբ որ խոսում են, կարծես այդ թեման առանձնապես մոդա չէր, շատերը ուշադրություն էլ չէին դարձնում եւ ասում են հա դե լավ ինչ եք ընկել իրանց հետևից։ Իսկ հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը դա մտցրեց շրջանառության մեջ, մի հատ հարցակվեցին, մի հատ էս կոմենկո, բայց վատը կայանում է նրանում, որ այն ինչ թերություններ որ մայրաթոռը ունի, այդ պաշտոնյաները մայրաթոռը չէ, այդ մասին ասել ենք, բայց այնպես չի, որ հիմա Նիկոլ Փաշինյանը արդարություն է վերականգնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը արդարություն վերականգներ, առաջի ողջունողներից մեկը ես կլինեի, որովհետև բացի այն, որ անհարիր վերաբերմունքը մայրաթոռի բարձրաստիճան սպասավորների, նաև որ նրանք ծառայում են Ռուսաստանին։ Շքանշան են ստանում, մեդալ են ստանում Պուտինից, այդ ամեն ինչի մասին նոր ենք խոսել։ Այսինքն եթե դա իսկապես լիներ արդարության վերականգնումը եւ Ռուսաստանից կտրել մայրաթոռը եւ պատժել սրբապիղծ մարդկանց, որոնք որ խախտել են հազարով միլիարդ, առաջի ողջունողներից մեկը ես կլինեմ, բայց սրանով արդարություն չի վերականգնվում, որտեղ մենք մի շարք գործադիր իշխանության սխալներ ենք ասել, որտեղ նույն փութաջանությամբ Նիկոլ Փաշինյանը չի դրել այդ ամեն ինչը նայել, որպեսզի նա պարզապես ցանկանում է օգտագործի առիթը եւ վերահսկողություն հաստատի մայրաթոռի վրա, որտեղ ի սկզբանե ինքը ասեց կաթողիկոսի ընտրության հարցում պետությունը պետք է մասնակցություն ունենա, լրջագույն մասնակցություն, այսինքն ի սկզբանե մտադրությունն ասել է, եթե այդ մտադրությունը չասեր, մենակ ուղակի սալներ ասել, բա ինչ եք ուզում, չեք ցանկանում մի հատ օրինականություն վերականգնեմ, կասեինք հա ինչի չենք ցանկանում, որ բայց երբ որ ի սկզբանե ասում ես, որ մենք պետք է նշանակենք, այսպես պետք է լինի, արդեն դրանից հետո ինչ անում ես, դրա նկատմամբ վերաբերմունքը միանգամայն այլ է, բայց դրա համար եւ կա մենք մի ուրիշ ծայրահեղություն ունենք, այսօր ընդդիմադիրներն էլ որոշել են, որ Միքայել arczepiskopos Աջափահյանին առաջարկեն վարչապետի թեկնածու, ինչի որովհետև իրան հալածում են։ Դա հենց առաջ Բագրատ Գալստանյանին էին հալածում, նրան էին առաջարկել վարչապետի թեկնածու։ Հարգելիներս, վարչապետի պաշտոնը զրահաբաճկոն չի, որ ում ցանկանան վրեն կրակեն կամ խոշտանգեն, դուք գնաք այդ բաճկոնը հագցնեք։ Դուք ընդհանրապես Աջափահյան վարչապետ պատկերացնում եք, Գալստանյանի ժամանակ էինք ասում ես Բագրատ Բեխաբարը ոնց է դառնալու վարչապետ, մի հատ քաղաքական ու քաղաքագիտական նախադասություն չի կարող ասել։ Սա կարող է մեզ ասի տնտեսական ինչ քաղաքականություն ա ուզում, սոցիալական ինչ քաղաքականություն ա ուզում, արտաքին ինչ քաղաքականություն,
Ընդհանրապես տեղյակ է այդ մարդը ինքը ձախ հայացքների կողմնակից է, աջ հայացքների կողմնակից է, կենտրոնամետ է, ընդհանրապես որևէ բանից պատկերացում ունի, այս ինչ եք դարձրել Հայաստանի կառավարելը։ Հիմա էլ ասում են, չէ, սպասեք, այս մեկը այնց տուժած մարդ է, բերեք դրան դա։ Այսինքն այնպիսի մի հատ մակարդակ է, այդ մարդկանց երբեք դու չես ընտրի։ Ոչ մի դեմքով նախկինները չպետք է վերադառնան։ Նույնիսկ սովորական ընտրությամբ, ուր մնաց թե ահաբեկչությամբ, ուր մնաց թե ինչ-որ բան, դրա համար միանշանակ մերժելի է, բայց միևնույնն է, իշխանության արածը պակաս մերժելի չի, որովհետև դրանով ոչ մի խնդիր մեզ համար չի լուծվելու։ Նիկոլ Փաշինյանը կառավարման մեթոդիկա չունի, ինքը այդ ունակությունը չունի, իրան թվում է, թե ինքը ամբողջական պետք է վերահսկողություն լինի, իրանից վախենան եւ ինքը խրախուսի, որպեսզի ինքը հասկանա, որ կարող է կառավարել։ Այ կդնեմ մեկին, կասեմ, եթե լավ աշխատես, փող կտամ, վատ աշխատես կկալանավորեմ։ Սա է իր պատկերացում։ 7 տարի աշխատած մարդը չի տիրապետում, որ ինքը պետք է կարողանա լծակներ ունենա, հեղինակություն ունենա, ազդեցություն ունենա, մարդի գլուխները կախ աշխատեն։ Բայց եթե ասում ես հիմա փայ մտնել չկա, անհարկի վերահսկողություն չկա, սա չկա, նա չկա։ 7 տարի աշխատող մարդը ինչ չի քեզանից գո, որ մինչև քեզ չենթարկվի, մինչև վրեն կոմպրոմատ չունենաս, չես կարող հետա աշխատել։ Դրա համար ասում եք, բերեք մեկին նշանակենք, մի հատ ձեռները թաթախենք կեղտի մեջ, որ երբ ուզենանք կալանավորենք, որպեսի մնացած ժամանակ, այսինքն լա մի հատ էս բանը արա, արեցիր, սկզբունքիդ դեմ գնացիր, վերջ, դրանից հետո արդեն դառար Փաշինյանի գերին, եթե չէ քեզ կկալանավորեն։ Բայց դա Սերժ Սարգսյանից եկած մեթոդ էր։ Սերժ Սարգսյանն էլ էր այդպես անում։ Եթե որևէ մեկի վրա կոմպրոմատ չկար, նրան պաշտոնի չէր դնի, որտեղ բա ոնց էր նրա վրա ազդելու։ Այսինքն այս մեթոդն է անցել Նիկոլ Փաշինյանին, որտեղ ինքը դա գիտի, դե իշխանությունը տենց է ստացել։ Այսինքն իսկ եթե որևէ մեկը իրանց անպայման պետք էր, բայց կոմպրոմատ չկար, ասում են բերեք մի հատ կեղտոտեք իրան, մի հատ գործի մեջ ներքաշեք, որից հետո կդառնա արդեն ձեր գերին։ Այս է աշխատավոճը, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիտի, կարող է ինքը ասի այս բանը արեք, որը լինի մեր պետությանը դեմ, մարդիկ դա չանեն։ Ասեն պատրաստ ենք թողենք գնան, իսկ հիմա ասում ո՞ւս կարաս թողես գնաս, կկալանավորեմ։ Ով կթողի քեզ դու գնաս։ Գիտես ինչ խնդիրներ կունենաս։ Այ հենց սա է, որ դրա համար այս պայքարը ես կարծում եմ, որ այս պայքարի արդյունքում ժողովուրդը պետք է հասկանա, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանում։ Ոչ այն կողմը, ոչ այն կողմը։ Եթե երկուսը իրար ձեր ձեռքի բռնած վեր կենան գնան տուն, դա կլինի իդեալական։ Որովհետև երբ որ մարդիկ կան, որոնք որ մանավանդ իրանց sense սուտի արևմտամետի տեղ դրած ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլ պաշտպանում են Փաշինյանին, որովհետեւ ինքը մեծ ցանկանում է փոքր Ռուսաստանից, ոչ դուք հրաշալի գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կրոնը անենց անդառնալի է ընդունել, որ նրանից երբեք չի փոկվի, ու դուք դա շատ լավ գիտեք, բայց եւ փոկելը արդարացնում եք, որ գնում է Թուրքիայի տակ, նույնիսկ այդ պարագայում, որտեղ դուք Փաշինյանին եք արդարացնում, որտեղ ուրիշ որևէ խնդիր չկա, թե պայքարը Ռուսաստանի մասին չի, արդարացնել Փաշինյանի պայքար, բայց երբ որ դուք դա ասում եք, բա որ եվրոպական ձեր գործընկերները ձեզ ասում են, Փաշինյանի այս անբարեյունչ հայտարարությունները, որ անում է, դուք դրան համաձայն եք, ինչ եք ասում։ Ասում եք համաձայն ենք, որ երկրի վարչապետը ցանկանում է իր բանը ցուցադրի կաթողիկոսին, հա։ Դու կարող ես ասել այդ կաթողիկոսին չեմ ճանաչում, բայց աշխարհը գիտի, քանի նա այդ պաշտոնին է, աշխարհը ճանաչում է։ Ու դու տեսնում ես վարչապետ կաթողիկոս, այսպես դուք դա ինչ եք ասում, արդարացնում եք, հա։ Այտենց չի լինում։ Հատվածային աջակցություններ, կամ աջակցում ես, կամ չես աջակցում։ Չես կարող ասել, այսօր ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի առաջի ստատուսը, այսօրվա երկրորդի նկատմամբ բան չեմ ասի ամոթ, հա։ Երրորդը, չէ, երրորդը այս մասով քննադատում եմ։ Պետք չի տես կապիկություն անել։ Կամ պաշտպանում եք, կամ չեք պաշտպանում։ Վերջ։ Սա է։ Եվ կարողացեք պատասխան տալ, թե ինչն եք պաշտպանում։ Այս տեսնում եք, որ մարդը ուղղակի շեղում ունի սեռական։ Նա առավոտից իրուգու այդ թեմայից է խոսում, չի կարող այդ թեմայից անջատվի։ Մասնագետը, ես դրա մասնագետը չեմ, մասնագետին հարցրեք, գնահատականը կտա։ Հիմա էլ ասում, բա ինչ անենք, բա ինձ ասում են թլպատված է, բա մի հատ ցույց չտանք, հա մենք էլ տեսնում ենք, որ ուղեղը դա թլպատված ախր։ Իսկ դա պետք չի ցույց տալ, դա մենք տեսնում ենք քո վարկագծից, քո կայլերից։
Մենք տեսնում ենք, թե դու ինչ ես անում, ինչպիսի մահմեդական քաղաքականություն ես տանում, դա հենց ուղեղի թլպատվածություն է, ինչ կա չհասկանալ, դա այնքան պարզ է երևում, դա պետք չի ցույց տալ, բայց դա ենք ամեն օր բացահայտում։ Հիմա նայեք ինչ է կատարվում մեր շուրջ եւ ինչի է այս ամեն ինչը այսպես հատուկ նպատակային լարում հաղթանակ տանենք ժողովուրդ համախմբվենք, մենք պայքարենք սրա դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումից, որը կայացել է Հագայում։ Ես արդյունավետ հանդիպում ունեցա իմ ընկեր Թրամփի հետ։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, սկսած մեր երկկողմ հարաբերություններից մինչև ՆԱՏՕ-ի հետ գործընկերություն, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Մենք նպատակ ունենք ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալը հասցնել $100 միլիարդ, ասել է Էրդողանը ու նշել, որ հնարավորություն է ունեցել քննարկելու տարածաշրջանում առկա հակամարտություններն ու լարվածությունը։ Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին Էրդողանը նշել է. «Ես եւ իմ ընկեր Տրամփը, իր ընկեր, բացում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր դարաշրջանի դուռը։ Պետք է սա շատ հստակ ասեմ։ Տրամփի եւ մեր միջև հեռախոսային դիվանագիտության գործընթացը մինչև օրս չի գերազանցել 24 ժամը։ Եթե մենք զանգահարենք, մյուս կողմը անմիջապես հետ կզանգարի 24 ժամվա ընթացքում։ Հիմա ինչ է ուզում, որ մենք տեսնենք ինչա կատարվում։ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բացարձակ քաղաքականություն չի վարում։ Զրո։ Հայաստանը Ամերիկայի հետ քաղաքականություն վարում է Տրամփի Էրդողանի միջոցով։ Այդ դա որ ինձ համար մտահոգիչ է։ Եթե Հայաստանը Ամերիկայի հետ հարաբերությունը կարգավորել ուղիղ աշխատեր, կողջունեինք իհարկե կասենք հազիվ, վերջապես այս 20 տարի այդ մասին խոսում ենք, հազիվ մի իշխանություն այդ ուղղությամբ քայլ արեց, նույնիսկ եթե շատ հարցերում իրանց հետ համաձայն չենք։ Բայց ես գիտեմ, որ դա այդպես չի։ Ամբողջ խնդիրը նա է, Էրդողանն ասում է, այս տարածաշրջանը ես կարող եմ նայել, Թուրքիայի ընդլայնմանը շատ դեպքերում միշտ դեմ են եղել, բայց հասկացել են, որ այս լարված իրավիճակում ուժեղի հետ համագործակցելը այնուամենայնիվ ձեռնտու է, ողջունեցին, որ Թուրքիան Սիրիան գրավի, ողջունեց եւ Եվրոպան եւ Ամերիկան։ Իրանց համար ողջունելի է Ռուսաստանի ազդեցությունից դուրս եկավ ու Իրանի, բայց մեր համար ողջունելի է, իհարկե ոչ։ Թուրքիայի դերակատարությունը մեծանալ։ Հիմա Թուրքիայի դերակատարությունը մեծանալու խնդիրը առաջանում։ Եվ Նիկոլ Փաշինյանը գնում է Էրդողանին ասում է, այն ինչ որ դու Ամերիկայի հետ պայմանավորվես, մեր անունից կարող ես պայմանավորվել։ Դու ես այս գործի տերը։ Պետք է լինի միջանցքել անենք իրար հետ, ասենք քուք հավորությամբ, անենք Ադրբեջանն էլ քեզ ընդունում է որպես մեծ եղբայր, նստենք իրար հետ պայմանավորվենք, անենք։ Այս կարճ ժամանակ հետո էլ կգնանք այն ինչ որ պայմանավորվել ենք, կճշտենք Ադրբեջանի հետ ու ամեն ինչ կբերենք, կգցենք իր տեղը։ Իսկ մենք դրան համաձայն ենք։ Դա ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի համար, որտեվ Թուրքիայի հետ քաղաքականություն վարելը մտնում է իր ծրագրի մեջ, բայց դա մտնում է մեր ծրագրի մեջ։ Եվ սա է, որ ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության միջնորդը Թուրքիան է, առարկայական ու կոնկրետ բոլոր քայլերով։ Եվ նույնիսկ եթե մտածում եք, որ Ռուսաստանից պոկվող քայլեր է անում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանը չի կարող պոկվի, բայց եւ միևնույն ժամանակ Էրդողանին արդեն իր հավատարմության երթումը տվել է, իսկ Ալիևի հետ այլևս խնդրեմ չունի։ Այսինքն սա է, որ մեզ համար խնդիր է, որովհետեւ եթե Էրդողանը կանգնում է Տրամփին ասում է, որ այս տարածաշրջանում այնուամենայնիվ մենք խնդրահարույց է, որ Իրանը հյուսիս գնալու դեպքում դեռ Հայաստանի կարգավիճակը մեզ հասկանալի չի, ինքը ում հետ է։ Մի օր Իրանին պաշտպանում է դատապարտում Իսրայելին, որի թիկունքին Ամերիկան է։ Մի օր Ռուսաստանին ասում է ես քո հետ եմ։ Մի օր ասում է Եվրոպա եմ գնում։ Այդ անկայուն վիճակով ավելի լավ է մենք կայուն ձևով պայմանավորվենք եւ Հայաստանի վերահսկողությունը վերցնենք Թուրքիան իր վրա։ Այս արդեն այնպես չի, որ մեզ ստիպում են։ Այս արդեն Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում։ Ինչ ստիպելու բան կա։ Վերարտադրվելու հրաշալի հնարավորություն եւ անվտանգության երաշխիքներ իր համար։ Ես սա է հարցը, որ սա հնարավոր չի չնկատել։ Սա ակնհայտ է։ Հիմա դրա համար շարունակությունը նայենք, թե ինչա կատարվում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը հայտնել է,
Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում Եվրամիությանը մերձենալու նրան նոր նորմերի եւ Եվրասիական տնտեսական միության կանոնների հակասության մասին, ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Ռուսաստանի փոխվարչապետը չի կարող չիմանալ, որ եթե մարտ ամսին անգամ Հայաստանը որոշում կայացրեց, որ ինքը օրենք ընդունեց Եվրամիության հետ կապված գործընթաց սկսելու, դրանից հետո անգամ վերջերս մի ամիս առաջ, երբ որ արտգործնախարարը ստեղ էր Սերգեյ Լավրովը, կանգնեց Արարատ Միրզոյանն ասեց, մենք գործընթաց չենք սկսել, մենք դիմում չենք ներկայացրել եւ նման աշխատանք չկա Եվրամիության ուղղությամբ, չկա ուղղակի նման բան։ Վերջ, բավական հստակ։ Բայց ինչն է պատճառը, Ավերչուկը դրա մասին չգիտի, Ավերչուկը դրա մասին շատ լավ գիտի, որ Հայաստանը այսօր Եվրոպայի ուղղությամբ ոչինչ չի անում։ Բայց ուղղակի ասում է, երբ որ այսօր Նիկոլ Փաշինյանը ոնց հավատարմության երթումա տվե Պուտինին, հիմա նույն ձևի հավատարմության երթումա տալի Էրդողանին, մի հատ իրան ասենք կողմնորոշվի, դու հիմա ում հետ ես։ Ուստի հարցը ամենևին նա չի, որ ինքը կանգնի ասի, որտեղ Թուրքիայի հետ ամեն դեպքում չի ցանկանում հարաբերությունը փչացնի Ռուսաստանը, իրան պետք չի որ ասի ինչա Թուրքիայի հետ է, չէ, ինչի համար։ Նա այսօր ասում է կողմնորոշվի, հիմա Հայաստանը պետքա կողմնորոշվի, ասում է ես քեզ թույլ չեմ տալի, որ դու գնաս, մի օր կանգնես ու ասես, լավ, այսօրվանից որոշեցինք գնանք Եվրամիություն։ Ասում ես այսօր ասա, այսօր Եվրամիության հետ կապված ոչ մի ինտեգրացիոն քայլ չպետք է անես, որտեղ դա հակասում է ԵԱՏՄ-ի շահերին։ Այսօր քո առաջ պահանջ են դնում։ Բայց եթե Հայաստանը կանգնի ու ասի, այո, լավ, պարտավորվում եմ, չանեմ, ուրեմն մնում է ԵԱՏՄ-ի տիրույթում։ Այդ դեպքում Եվրոպան ասում է, բայց ինչ խաղեր ես տալիս, Թուրքիան ասում է, չհասկացանք, բայց դու ինձ ուզում ես ցույց տալ, որ Ռուսաստանից կարող ես փոխվել։ Դու կարող ես այդ քայլը անել, անգամ ցույց տալ, որ կարամ Ռուսաստանի կապիտալը հանեմ, ես անեմ, տարածք բացեմ թուրքական կապիտալի ու ադրբեջանական կապիտալի համար։ Էսա Բաքու քայլերը Ռուսաստանից մի հատ փխկարեցին, խառնվեցին իրար։ Հիմա Ռուսաստանը Եվրամիության առիթով պարտադրում է Հայաստանին, որ դու կանգնի կամ հավատարմության այդ երթումը պնդի Ռուսաստանի հետ, կամ մենք իմանանք մեր անելիքը, մենք քեզ թույլ չենք տալու մեր հաշվին փող աշխատես, ուրիշի հետ աշխատես։ Սա է հարցը։ Ես սա եկավ պատճառը նրանից եկավ, որ երբ որ իրան ասում էին կողմնորոշվի Ռուսաստան թե Եվրամիություն, մեր իշխանությունները ասին իհարկե Ռուսաստան, իհարկե ԵԱՏՄ։ Հիմա ասում իհարկե ԵԱՏՄ, բայց դեպի Թուրքիա գնանք, դուրս մղենք Ռուսաստանին, Թուրքիայի առաջ բացենք սիրտներս եւ մեր ճանապարհները եւ կապիտալը ներհոսի Հայաստան։ Այդ ամեն ինչի մասին բարբերաբար խոսում ենք, վտանգների մասին նույնը։ Այնպես որ իմացեք, որ Ռուսաստանը հիմա մեզ պարտադրում է, որպեսզի մենք որոշում կայացնենք։ Ռուսաստանը բավական թույլ վիճակում է, բայց բավարար չափով ուժում է ասելու, եթե դու հիմա ուզում ես մեզանից օգտվես, բայց մեզ դուրս մղես, հիմա մենք քեզ հիմքանից սկսենք դուրս մղել։ Իսկ Հայաստանը այսօր պատրաստ չի դեպի Եվրամիություն գնալ, որտեղ ուղղությամբ բացարձակ քայլ չեն անում մեր իշխանությունները, իսկ Թուրքիայի հետ կապված է դեսկի դիվանագիտական հարաբերություն չունի։ Հասկացանք գնացել է ոտեր նահանգ է, բայց դեռ քայլ չի արվում։ Այդ քայլերով դեռ դու չես սկսում աշխատել։ Այդ ընդհանրապես քաղաքական որոշումն է կայացված։ Իսկ հիմա նայենք ինչ ենք նայում։ Թուրքիայի էներգետիկա եւ բնական պաշարների նախարար Ալփարսան Բայրակթարը լուսանկար է հրապարակել ու գրել. Ստամբուլում հանդիպեցինք Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդասյանի հետ։ Հանդիպման ընթացքում մենք գնահատեցինք Թուրքիայի եւ Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցության հնարավորությունները։ Հիմա հարց է ծագում։ Դու մի երկրի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերություն չունես, բացատ ճանապարհ չունես, նա քեզ պարտադրում է Ադրբեջանի պահանջը կատարես, այլապես սահմանը չի բացվի։ Էս ինչ էներգետիկ համագործակցություն է։ ԵԱՏՄ-ի հետ դու անընդհատ խորանում էիր։ ԵԱՏՄ-ի հետ էներգետիկ համագործակցության հարցեր էիք լուծում։ Միասնական ծրագրեր խորանանք եւ այլ եւ այլ։ Հիմա երբ որ այս նույն նայում է Ռուսաստանը, որ դու հիմա այդ նույն քայլերն անում ես Թուրքիայի հետ, հարց է ծագում, բա այդ ԵԱՏՄ-ի անդամ չի Թուրքիան, ոնց է անելու։ Այդ երկուսը ոնց է զուգակցելու։
Եվ նույնիսկ այդ ինչ վստահ ես, որ սահմանը բացվելու է, այդ ինչ վստահ ես, որ իրա աշխատելու ես։ Այս 30 տարուց ավել մեր բոլոր նախագահները, հիմա էլ վարչապետը տենչում են, որ Թուրքիայից սահմանը բացեն։ Նշանակում է որոշակի փաթեթ կա, որ սահմանը բացենք լինելու է սա հերթով քայլերը։ Դա վերաբերվել է եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, եւ հիմա էլ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն նշանակում է մենք բավարար չափով աշխատանք ունենք տարած, որ եթե սահմանը բացվեց, մենք անելու ենք այս քայլերը, որ ոչ թե մենակ օգտվենք այդ ճանապարհից, այլ նաև իմանանք ինչ ենք այդ ճանապարհով հանում, ոնց ենք մտնում թուրքական շուկա, ինչ ենք մենք վնաս ստանում կամ ինչ ենք օգտվում Թուրքիայի հետ։ Եթե այդ փաթեթը ունեք, խնդրում եմ այդ փաթեթը հրապարակեք, ես խոստանում եմ անպայման դրանից մեջբերումներ անեմ եւ մարդկանց էլ հղումները տամ, ասեմ այս ձևով հղում կտակ, կմտնեք կկարդաք, հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է, որ մենք որևէ վտանգ չունենք, կետ առ կետ հաշվարկած է մեր բոլոր վտանգներն ու ռիսկերը։ Ուզում եմ իմանամ մենք ունենք նման փաստաթուղթ, եթե վաղը այդ ճանապարհը բացվի, չէ որ ճանապարհը Թուրքիան է փակե։ Որ վաղը Թուրքիան կանգնի, ասի որևէ խնդրեմ չունենք, բացում եմ։ Հայաստանը պետք է կանգնի վախից ասի, չէ, ես չեմ բացում, Հայաստանը նախ տես բան չի ասի, եթե քանի Փաշինյանն է։ Բայց այդ դեպքում հարցը ծագելու մենք պատրաստ ենք, մեր իմունիտետը մենք գիտենք ինչ ենք անում։ Մենք գիտենք դրանց ինտերվենցիան ինչ տեսքա ունենալու։ Ունենք դրա փաթեթը ռիսկերը։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ցույց տվեք փաստաթուղթը, ես իմ ունակությունների չափով հանրությանը բացատրեմ։ Ասեմ մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է։ Բա ուր է այդ փաստաթուղթը։ Բա աշխատանք եք տանում, տասնամյակներով դռներ եք ջարդում, որ սահմանը բացվի, բացվել է։ Ինչ եք անում, տվեք կարդանք եւ բաժանենք մարդկանց իրանց էլ ասենք։ Ոչ թե ամեն մեկը իր համար մի հատ տենց տարբեր բաներ գրի, որ այս ուղությամբ աշխատանքներ ենք տանում, հաջորդը գա լրիվ ուրիշ բան ասի, մյուսը գա լրիվ ուրիշ բան ասի։ Այսօր կոնկրետ, այսօր վաղը սահմանը բացվում է, տվեք փաստաթուղթը մի հատ հասարակությանը ներկայացնենք այդ բոլոր հնարավորություններն ու ռիսկերը։ Ու նոր կհասկանաք, որ դրա տակ ոչինչ չկա, դա ընդամենը քաղաքական որոշում է, ուրիշ ոչ մի բան։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է. Ադրբեջանն այժմ առավել քան երբևէ մոտ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, եւ այս պատմական հնարավորության պատուհանը չի կարելի բաց թողնել։ Հենց Ադրբեջանն էր առաջ քաշել Հայաստանի կողմից ընդունված 5 հիմնարար սկզբունքներ, եւ այս տարվա մարտին մենք համաձայնության եկանք խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի շուրջ, նշել է Ամիրբեկովը։ Ամիրբեկովը կրկնել է Բաքվի պահանջները փոխել Հայաստանի սահմանադրությունը եւ հստակ ազդանշաններ տալ խաղաղության պատրաստակամությանը հաստատող դժգոհություն հայտնելով այն փաստից, որ Երևանը զենք է գնում։ Հերթով ինքը նորից թվարկում է այդ ամեն ինչը։ Ընդդիմության ազդեցությունը, որը բացահայտորեն հայտարարում է վրեժխնդրության մասին, սա է իրանց մտահոգում։ Հայաստանում աճում է։ Իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու միակ միջոցը հանրաքվեն է։ Միայն դա կարող է ցույց տալ, թե որքան է հայ ժողովուրդը պատրաստ խաղաղության, հավելել է Ամիրբեկովը։ Նորից հիշեցնեմ, սա Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն է, կարող է ինքը մի բան հայտարարի առանց Ալիևի հատուկ հանձնարարության։ Այսինքն այսօր Ալիևը, որի հետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քննարկել արդեն Էրդողանի ցուցումները, եւ նաեւ երեք արդեն փոխարտգործ նախարարն ասեց, դե Տիրանայի հանդիպումից հետո լավ մթնոլորտ է ստեղծվել, լավ մթնոլորտը սա է, Ալիևը քեզ ասում է զինվում ես, ընդդիմությանը, որոնք ռևանշիստական տրամադրություն ունեն, հարցերը լուծի, բացի դրանից մինչև հանրաքվե չանես, խաղաղություն չի լինի։ Ու հանրաքվեն արդեն սահմանադրության պատրվակով, բայց իմաստը նա է սահմանադրության հանրաքվեի, որպեսզի ասում է ես Փաշինյանին չեմ վստահում։ Փաշինյանից առավելագույնը կպոկենք, բա որ ժողովուրդը չհամաձայնվի, հետո Փաշինյանին փոխեն ուրիշը գա ինչ ենք անելու։ Թող ժողովուրդը հանրաքվեով այդ բոլոր զիջումները ընդունի։ Այսինքն այսօր Ադրբեջանը խաղաղության չի գնում, մեզ ինչ խաղաղության եք տանում։ Որ ասում եք չեք հասկանում, որ պատահական չէր, որ երբ որ այդ խաղաղության քարտեզը, որ իրանք տարածում էին, խաղաղության խաչմերուկ ու սլակներ էր դրած։ Ես ասեցի, որ դուք տեսել եք, որ այդ խաչմերուկ ենք, բայց սլակները Հայաստանով չի անցնում։ Այնպես չի, որ սլակը գնում է, մի հատ սլակ էլ մեր մոտով է գնում։ Բոլորը սլակներ են դեպի դուրս։ Որևէ մեկը Հայաստանով չի անցնում։
Այսինքն Նիկոլ Փաշինյանը դա իր համար էր, ինչ խաչմերուկ։ Այսինքն ինքը նայում է, ով ուժեղ է, սլակով նայում է, ինքը նրա ոտքերի տեղը գիտի։ Վերջ, սա է։ Պետք է Իրանին սատարենք, կարող է մեզ պետք է։ Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, այդ սլակները դրա համար է, որտեղ եթե դու խաչմերուկ ես, խաչմերուկից մենակ չեն գնում, գալիս են։ Մի հատ դուք ձեր քարտեզը նայեք, նոր մարդկանց բացատրեք, բացատրում են խաղաղության խաչմերուկը չեն հասկանում։ Հասկանում են ավելին, քան դուք հասկանում եք։ Ուղղակի չեն հասկանում, ձեզ ոնց հասկացնեն, որտեղ անհույս նյութից է կառուցված։ Իսկ հիմա տեսնենք Իրանում ինչ է կատարվում, որովհետև այդ ամեն ինչը ոչի խաղաղվե։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերսկսելու որևէ ծրագիր։ Արաղչին դատապարտել է ԱՄՆ-ի մեղսակցությունն Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմում։ Մինչ ԱՄՆ-ի հետ անուղղակի միջուկային բանակցություններում Իրանը պաշտպանում էր իր ժողովրդի իրավունքները, մինչև Իսրայելը ագրեսիա։ Միացյալ Նահանգները հիասթափված բանակցություններից որոշել է օգտագործել այլ մեթոդ։ Արաղչին դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումներն Իրանի վրա, դրանք անվանելով դիվանագիտության եւ բանակցությունների դավաճանություն։ Մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի պնդումը, որ Իրանի հետ միջուկային բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. բանակցությունները վերսկսելու վերաբերյալ համաձայնություն չի ձեռք բերվել, բանակցությունների մասին խոսք չի եղել, բանակցությունների թեման ներկայումս չի քննարկվում։ Հիմա դուք տեսնում եք, այո, կա զինադադար, որը Տրամփը չի բացառում, որ նորից կարող է պատերազմ վերսկսել։ Իրանի վերաբերմունքը սա է։ Իրանը մեղադրում է Ամերիկային, ուղիղ մեղադրում է Ամերիկային, ոչ այնքան Իսրայելին, ինչքան Ամերիկային։ Հիմա մենք ինչ էինք կոնֆլիկտի կողմ։ Որն էր դրա պատճառը։ Որն էր մեր ինչ շահեցինք, երբ որ Իրանին սատարեցինք, ինչ շահեցինք։ Ընդհանրապես Իրանի դեսպանը գա Հայաստանում տարբեր ելույթներ ունենա, Իրան ինչ հարմար է ասի, Ամերիկային մեղադրի կամ էսանի, դա մեզ ինչ է տալիս։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. Ես կարծում եմ, որ եթե Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին մեր տեսադաշտում լիներ, մենք նրան կվերացնեինք, սակայն Խամենեին հասկացավ դա, շատ խորը մտավ ընդհատակ եւ խզեց կապերը վերացված հրամանատարներին փոխարինող հրամանատարների հետ։ Ուստի ի վերջո դա անիրատեսական էր, ասել է Կացը։ Հիմա տեսեք, խաղաղությունը։ Ամերիկան բոլորին շնորհավորել է, բոլորը հաղթել են։ Այսօր Իրանից Ամերիկային մեղադրում են, դատապարտում են հանցավոր քաղաքականության մեջ, Իսրայելը խաղաղությունա չէ եկել։ Հիմա ինչ ես պատմում, որ ուզում ենք նրանց առաջնորդին վերացնենք։ Հիմա եթե դուք գնում եք խաղաղության, ինչու ես հիշացնում, թե կռվի ժամանակ ինչ էիք ուզում անեիք։ Կռիվը վերջացա, տեսնում եք, չէ՞ որ կռիվը չի վերջացել։ Այսինքն դու մեկի հետ ուզում ես հարաբերություններդ կարգավորես ու հիմա զինադադարից հետո պատմում ես, որ ուզում էի անպայման իրան վերացնեմ։ Այդ մարդը հիմա պաշտոնավարում է, այդ մարդը հիմա այդ երկիրը ղեկավարում է։ Ոնց եք ընթառաջ քայլանում, սենց։ Այս ուզում եմ ասեմ, որ սրանք դետալներ չեն, էլի, սրանք պարզ ցույց են տալի, որ այս մարդիկ խաղաղության չեն գնում, հարմար առիթի են ման գալի։ CNN-ը հայտնել է, Դոնալդ Տրամփի վարչակազմը քննարկում է Իրանին մինչև $30 միլիարդ հասանելիություն ապահովելու քաղաքացիական էներգիա արտադրող միջուկային ծրագիր կառուցելու համար, պատժամիջոցները մեղմացնելու եւ իրանական սահմանափակված միջոցներից միլիարդավոր դոլարներ կալանքից հանելու հնարավորությունը։ ԱՄՆ եւ Մերձավոր Արևելքի հիմնական խաղացողները կուլիսներում զրուցել են իրանցիների հետ Իրանի եւ Իսրայելի ռազմական գործողությունների ալիքի ֆոնին։ Իհարկե, այս գումարը Միացյալ Նահանգները չի պատրաստվում իր գրպանից տա, Միացյալ Նահանգները ուղղակի ցանկանում է համապատասխան բարենպաստ միջոց ստեղծի, ներդրումներ անեն Իրանի տնտեսությունում, բայց վերագրվի, որ ինքը բացեց հնարավորությունը Իրանի հետ համագործակցության։ Այս ուղղակի նաեւ քայլերը այն առումով, որ Իրանի հետ կան մի պայմանավորվածության, որ Իրանը չմտածի, որ այնուամենայնիվ ինքը պետք է զենք ստեղծի, որտեղ եթե ինքը միջուկային զենք ունենար, իր վրա ասեն չէին հարձակվի։ Այսինքն դեռ նպատակը չեն կարողացել չեզոքացնել։ Սա է պատճառը, որ հիմա այս կարգի ժեստերը անում Միացյալ Նահանգները։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լկռնյուն հայտարարել է. Ֆրանսիացի զինվորականները մասնակցել են Իսրայելի ուղղությամբ իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները կանխելու ջանքերին։ Կարող եմ հաստատել, որ ֆրանսիական բանակը վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի կողմից Իսրայելի դեմ իրականացված տարբեր ռազմական գործողությունների ընթացքում կամ երկիր օդ համակարգերի կամ մեր Ռաֆայել
կործանիչների միջոցով որսացել է շուրջ 10 ԱԹՍ, ասել է Լկռնյուն։ Սա էլ նրա համար, նաև մեզ, որ մենք բարեկամ պետություն է Ֆրանսիան, մենք համարում ենք, որ Ֆրանսիային մենք պետք է ապարտական լինենք շատ հարցերը մեզ աջակցելու, հսկայական քաղաքական աջակցություն, նաև ռազմական աջակցություն, եւ այս պարագային, որ նաև մենք խնդիրներ ենք տեսնում, մենք չգիտենք մեր զենքը որևէ տեղից կստանանք, թե չէ Իրանի միջոցով կստանանք, թե ինչ տեղի կունենա, Ֆրանսիայի աջակցությունը մեզ չափազանց մեծ է։ Հիմա Ֆրանսիան կանգնած էր Իսրայելի թիկունքին, դա մեզ դուր գար, թե դուր չգար, մենք համարենք ճիշտ է թե սխալ, դա ճաշակի հարց չի, հարգելիներս։ Բա մենք այդ դեպքում հիմա դուրս գալիս, մենք Ֆրանսիայի դեմ ենք դուրս գալիս, Ֆրանսիան դա արել է։ Այսինքն դա նշանակում է, երբ որ մենք մի բան դատապարտում ենք, պետք է հասկանանք, չէ հետևը ով է կանգնած։ Մենք այն հետևի մարդուն ենք դատապարտում ավտոմատ ձևով։ Հետո այդ մարդկանց որ դիմենք, մեզ ինչ են ասելու։ Մեզ չեն ասելու, բա որ Իրանը դրոններ էր տալիս ու բալիստիկ կրտիրներ, Ռուսաստանը խփում էր Ուկրաինային։ Մենք էլ այդքան փող ենք ծախսում։ Մեր հարկատուների բերանից կտրում ենք, փող ենք տալիս, զենք ենք տալիս Ուկրաինային, որ պաշտպանվի ագրեսորից, որին հարվածում է Իրանը, որին դու ողջունում ես, սատարում ես, բա տենց ոնց է ալնելու մեր հարաբերությունները, դու Եվրոպա գնացող ես։ Սա է, չէ հարցը։ Թե չէ կարող ենք ասել Իսրայելին սիրում ենք կամ չենք սիրում։ Դա լրիվ ուրիշ խնդիր է, մեկն էլ ասի, որ Իրանին սիրում ենք կամ չենք սիրում։ Կրոնապետությունը դուրներես չի գալի։ Դա լրիվ ուրիշ վերաբերմունք է, բայց պետական քաղաքականությունը տենց չի, չէ՞ առաջնորդվում, սիրել չսիրելով։ Հայաստանի շահերը որտեղ է։ Հիմա տեսեք, Ֆրանսիան չի թաքցնում, որ այո, ինքը աջակցել է։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին հայտարարել է, որ Երևանն ու Թեհրանը շարունակում են քննարկումներ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Հայաստանի այցը կազմակերպելու ուղղությամբ։ Երկու կողմերն էլ աշխատում են Իրանի նախագահի Հայաստան այցելության կազմակերպման ուղղությամբ։ Անկամ ստեղծված այս դժվար պայմաններում ես հանդիպել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել մեր նախագահի այցի հարցը։ Փոխանակվել ենք նաև այն փաստաթղթերի ցանկով, որոնք այցի շրջանակներում կարող են ստորագրվել։ Մենք հիմա դիտարկում ենք բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են Իրանի նախագահի համար, որպեսզի հնարավորության դեպքում ամռանը կազմակերպենք այդ հարցը, պատերազմ լինի թե չլինի, կյանքը շարունակվում է, մանրամասնել է դեսպան Սոփանին։ Հիմա դե դուք ուշադրությունը դարձրեք դրա հետ կապված, որովհետև հիմա փաստաթղթերի ցանկ եւ այլ, այս անորոշության պայմաններում Իրանի հետ կապված արևմուտքի վերաբերմունքը Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում է կշարունակենք հարվածել, եթե չենթարկվի մեր պայմանավորվածություններին կամ փորձենք համագործակցել։ Ու այս անորոշությունների համար մենք ունենք մի որոշակի բան, սատարենք Իրանին, դատապարտենք Իրանի հակառակորդներին, ներողություն եւ մեր արտաքին քաղաքականությունը պատվիրակենք Թուրքիային։ Էս է մեր պատկերացումը։ Reuters-ը հաղորդում է, հուլիսին կամ օգոստոսին Հյուսիսային Կորեան կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան, Ուկրաինայում կռվելու համար։ Հարավ Կորեայի հետախուզության տվյալներով Ռուսաստանն այս ամիսներին լայնածավալ հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում։ Ուշադրություն դարձրեք, եթե անգամ Կուրսկի մարզից հանելու համար քանի ամիս իրանց պահանջվեց, չեն կարողանում, իրանք զորքի պրոբլեմ ունեն, բայց բոլոր հարևաններին ասել են, հա, մենք գիտես ինչ ենք անել, ձեզ խելոք չպահեք, էս ենք անելու, են ենք անելու։ Ռուսաստանը իսկ իր սահմանը չի կարողանում պահի։ Ստիպված է Հյուսիսային Կորեայից մարդ բերի, որ կռվի։ Իր տարածքից չէր կարող հանի, ոչ թե Ուկրաինայում կռվելու։ Էս հիմա խոսում են Ուկրաինայում կռվելու մասին։ 61000, մոտավորապես 61000 կիլոմետր Ռուսաստանը արտաքին սահման ունի, ջրային թե ցամաքային։ Ոնց է պահելու։ Ումից է պահելու, որ բոլորին ասելա, ձեզ խելոք պահեք կմտնեմ ձեր երկիր։ Էս է այդ երկրի վիճակը, ու այդ երկիրը նաև ցանկանում է Հայաստանը վերահսկողության տակ պահի։ Միանգամայն աբսուրդ բան։ Ուղղակի այդ ամեն ինչը մենք նայենք, ուսումնասիրենք, թե ինչի մեջ են ներքաշում, եւ հիմա մեզ ստիպում են, որ մենք կողմնորոշվենք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որքան շատ պատժամիջոցներ լինեն, այնքան ավելի վատ կլինի նրանց համար, ովքեր դրանք կիրառում են, եւ սա վերաբերում է ամբողջ Եվրոպային։ Արևմուտքում հենց իրենք շուտով կմահանան, իսկ նրանք թաղում են մեզ։ Գերմանիան եւ Ֆրանսիան գտնում են ռեցեսիայի եզրին, ասել է Պուտինը։ Բայց այդ պատժամիջոցները իրանց հավնաս, դու էլ իրանց հակառակորդ ես համարում, որ իրանք կանգնած են Ուկրաինայի թեկունքին, բայց ինչի համար է Վիկտոր Օրբանին խնդրում, որ Օրբանը վետո դնի հաջորդ պատժամիջոցի վրա, փաթեթի վրա։
Բայց եթե սա քո շահերից ա բխում, ում համար ես դա ասում, Ռուսաստանի հետևողների, բա որ տենց է Օրբանին ասա ավելի լավ հաստատեք, թող պատժամիջոցներ կիրառեն ու իրանք մահանան։ Ուրեմն դա այդպես չի։ Ուրեմն դա ուղղակի քո ժողովրդի համար հերթական միացեն զրույցն է, որ արվում է։ Հիմա էլ, բայց Վլադիմիր Պուտինը ինչ ասում, մեծ հարգանք եմ տածում ԱՄՆ նախագահ Տրամփի նկատմամբ, Պուտինի խոսքով Տրամփի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորել ջանքերն անկեղծ են։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սկսում են հարթվել, առաջին քայլերն արդեն ձեռնարկվել են, լավ հեռանկարներ կան տնտեսական համագործակցության համար։ Ամերիկյան բիզնեսն ազդարարում է ռուսական շուկա վերադառնալու ցանկության մասին, նշել է Պուտինը։ Պատկերացնում եք իրանց համար արդեն ինչ թաշտ է բացվում, որտեղ Տրամփի հետ համագործակցությունը իրանց համար փրկություն է։ Հիմա մի քանի հատ է ժեստ արավ Տրամփին, առաջիկա մի քանի օրը Տրամփը կասի Պուտինը լավ տղա է, ես իրան շատ եմ սիրում եւ այլ, ու մի խոսքով արդեն դե սովորել են արդեն։ Բավական այտենց մեկ էլ խորհրդային միության ղեկավար Բրեժնևն էր, որ աֆրիկյան պետություններն ասում էին, որ բանա միշտ փողի խնդրեմ ունենք, ինչ անենք, ասում էին տնաշեն, թռնում ես Մոսկվա, գնում ես ողջունում ես խորհրդային միությունը, հայհոյ եմ Ամերիկային փողերը վերցնում գալիս ես։ Մի հատ կոմպլիմենտ ես անում Բրեժնևին, մի հատ հայհոյում ես Ամերիկային, ինչքան փող ուզում ես ստանում ես։ Արդեն դա հումորի էին վերածել, բայց դա իրականություն էր։ Ես չէի կարծում, որ Ամերիկայի նախագահը կարող ասենց հալվի, էլի սենց այս ժեստերից, որ պարբերաբար Պուտինը այդ էժանագին պրյոմը օգտագործի։ Ժամանակի ծաղրում էին խորհրդային միությանը, որ այդ էժանագին պրյոմն օգտագործում էին։ Վլադիմիր Պուտինը մեկ էլ մի հատ էլ բան ասել, Ռուսաստանին գցել են, իհարկե ասма ժողովրդի լեզվով ասած գցել են, պարզապես դե ինքը չի կարող ուրիշ ձևի արտահայտվի, ինքն էլ ասել, դիկտատորները ընդհանրապես մեծ բառապաշար չունեն, որտեղ դրա վրա չի կառուցած իրանց խոսքը։ Բռնենք, պատժենք, դրա համար լավ, ոնց ասել են, հենց ասենք։ Ռուսաստանին գցել են ՆԱՏՕ-ի դեպի արևելք չընդլայնվելու հետ կապված։ Դա է հատուկ ռազմական գործողությունների պատճառներից մեկը։ Բավական գիտաֆանտաստիկ ստախոսություն, ասեմ ինչի համար, որովհետև ՆԱՏՕ-ն պարբերաբար ընդլայնվել է, Ռուսաստանի ծպտուն է դու շեր գալիս, մի քանի փուլերով ընդլայնում է դեպի արևելք, բայց դա դնենք մի կողմ, հասկանանք, իսկ ինչ տեղի ունեցավ, երբ որ Ռուսաստանը, որը ձգտում էր Եվրոպայի լավ հարաբերություն հաստատել, իր արտաքին քաղաքական գերակայությունը համարում էր Եվրամիությունը, առաջին տեղում, մեկ էլ հանկարծ հիմա այսպիսի խնդիր առաջացավ, որ ինքը Ուկրաինայի հետ պատերազմ սկսեց, որի պատճառը ՆԱՏՕ-ն էր, ոչ, պատճառը ՆԱՏՕ-ն չէր։ 2013 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը Վիլնյուսի գագաթնաժողովում ինչպես Հայաստանը, որը որ հրաժարվեց ավելի շուտ սեպտեմբերին, պետք է ստորագրեին ասոցիացման համաձայնագիր Եվրամիության հետ կապված եւ նաեւ դրա բխող խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, որոնք բանակցված էր, բայց ընդամենը դրանից մի քանի օր առաջ Յանուկովիչը հանդիպեց Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի նախագահ Պուտինի հետ, հետո եկավ մտկափող եղավ, սեպտեմբերի նոյեմբերի 28-ից 2 օր առաջ 26-ին հայտարարեց, որ Ուկրաինան դուրս է գալի դրանից։ Չի ստորագրում եւ ցանկանում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Ինչ տեղի ունեցավ, ժողովուրդը լցվեց փողոց, եղավ Եվրոմայդանը, որտեղ մեղադրեցին արդեն պատրաստ փաստաթուղթ 2 օր առաջ հրաժարվելը, պատկերացնում եք ժողովրդի ընդվզումը, ու այդ ընթացքում, երբ որ արդեն գնում էր այդ խառը վիճակը, այդ լարվածությունը, նոր իշխանություն եւ այլ, այսպիսի մի վիճակ, ինչ տեղի ունեցավ, Ռուսաստանը օկուպացրեց Ղրիմը եւ օկուպացրելուց հետո մարտի 16-ին անցկացրեց հանրաքվե, մինչեւ մարտի 26-ը վերջնական զորքերի հետ կապված հարցերը լուծեց ու մարտի 26-ը ինքը հայտարարեց որպես ավարտ Ղրիմի հարցը լուծելու։ Իսկ մարտի 21-ին Ուկրաինայի նոր իշխանությունը այնուամենայնիվ ստորագրեց ասոցիացման համաձայնագիրը Եվրամիության հետ։ Այսինքն դու Ուկրաինայից տարածք ես խլել ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնվելու հետ կապված, այլ Եվրամիության ասոցիացման անդամ դառնալու հետ կապված։ Բայց դեպքում ասեիք, որ մեր հիշողությունից այդ անդերը ջնջենք, գիտեք դա ինձ ինչքան է խանգարում, որ հիշողությունից վատ չենք, որտեղ շփվում ենք բացարձակ մարդկանց հետ, որ ոչ գրագիտություն ունեն, ոչ էլ հիշողություն ունեն, որ գոնե հիշեն ժամանակին ինչ են ասել կամ ինչա կատարվել։
Այս ձևով են մարդիկ արդարացնում իրանց քայլերը պատերազմից ավելի քան 3 տարի հետո։ Մենք սկսել ենք հատուկ ռազմական գործողություն, որովհետև ՆԱՏՕ-ն որոշել էր, ՆԱՏՕ-ն որոշել էր ընդլայնել Ուկրաինայի վրա, ինչի էր հարձակվում։ ՆԱՏՕ-ի վրա հարձակվեիր։ ՆԱՏՕ-ն էր չէ ընդլայնվում։ ՆԱՏՕ-ն պարտադրել է Ուկրաինային, որ դու պետք է դառնաս իմ անդամ, չէ՞ թե տենց ես համարում։ Բա գնայր Ուկրաինային կանչեիր ձեռդ դներ գլխին, ասեիր ընկեր ջան, բա դու մեր փոքր աղբերն ես։ Բա մենք կթողենք հանկարծ ՆԱՏՕ-ն քեզ նեղացնի, ես հիմա տես այդ ՆԱՏՕ-ի գլխին ինչ եմ դնում։ Բա մի հատ վախացնեիր իրանց։ Ասեիր հանգիստ թողեք Ուկրաինան, որովհետև գիտեիր, որ ուկրաինացի ժողովուրդն է ցանկանում գնա եվրոինտեգրացիայի ճանապարհով։ Եվ դու Ուկրաինայից խլել ես Ղրիմը, որից հետո գնաց կոնֆլիկտը Եվրամիության հետ, հենց Եվրամիության անդամակցության առաջի իսկ քայլի պարագայում, որտեղ ասոցիացումը դեռ առաջի քայլն էր, հետո պետք է լիներ տեխնացուն, հետո նոր անդամակցությունը, որը տարիներ էր անցնելու։ Հիմա եթե Մոլդովայի օրինակով նայենք, 29 թվականին նոր համարենք, որ նա նորմալ պայմաններում կդառնա Եվրամիության անդամ։ Դու 13 թվականին ասոցիացման անդամ դառած Ուկրաինային արդեն մտար նրա տարածքը վերցրեցիր ու դառար թշնամի, եւ նաեւ կտրվեցիր Եվրոպայից, որովհետեւ սանկցիաներ կիրառեցին։ Իսկ արդեն հաջորդ պատերազմը 2022 թվականի արդեն հետևանք էր, որ դու թեքվեցիր գնացիր դեպի ենկո։ Այնպես որ այս կարգի բոլոր հարցերը մենք պետք է անպայման ուշադրության կենտրոնում պահենք, որ նաեւ մի հատ ուշադրություն դարձնենք, որ հիմա Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ, ԱՄՆ կառավարությունը նմանատիպ համաձայնագիր կանի նաեւ Հնդկաստանի հետ, մեզ մոտ հիանալի գործարքներ են նախանշում, հնարավոր է մենք Հնդկաստանի հետ էլ անենք, Չինաստանի հետ գործարքում մենք սկսում ենք բացել Չինաստանը եւ այլ եւ այլ։ Մի բան հիշեցնեմ։ Հիշում եք, որ ի սկզբանե Դոնալդ Թրամփն ասում էր, պետք է Ռուսաստանին մեզանով անենք, Չինաստանին մեկուսացնենք։ Օր չի եղել, որ ասենք Ռուսաստանին չպետք է մեկուսացնես, բանը քեզանով անես Չինաստանին մեկուսացնես։ Ռուսաստանին պետք է քաղաքական եւ ռազմական պարտություն մատնել տաս ամբողջական Եվրոպայի անունից, Չինաստանը դառնա քո գործընկեր, որ դարձնես Եվրամիությունը որպես մի հատ բևեռ, Եվրոպան դառնա բևեռ, ուժի կենտրոն, վերականգնեք իրար հետ պասերով Ամերիկայի դերակատարությունը աշխարհի վրա, Ամերիկան օգնի Եվրոպան դառնա բևեռ, երկուսով արդեն դուք երկուսն եք ինքը մենակ, երկուսով կանգնեք Չինաստանին, ասեք, այդ ռեգիոնն էլ թողում ենք քո ազդեցության տակ, չենք խառնվում քո գործերին, նորմալ համագործակցում ենք, որևէ խնդիր չունենք։ Աշխարհը կարող է լինի 3 բևեռ, Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ Չինաստան, բայց Ռուսաստանը այդ հարցում պետք է ասպարեզից մնա որպես պետություն, բայց ոչ թե այն հավակնություններն ունենա, որ դառնա բևեռ, ինքը չի կարող բևեռ դառնա, որևէ շանս այդ ուղղությամբ չունի։ Այս ամեն ինչի մասին պարբերաբար խոսել ենք, բարեբախտաբար, եթե այսօր թեքվում են դեպի Չինաստան, դրան զուգահեռ նաև լարվում են Ռուսաստանի հետ, գոնե այդ պարագայում մենք կարողանանք հասկանանք, որ ի վերջո իրանց սխալները վերանայելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը գոնե վերադառնում է այն ծրագրի, որը ի սկզբանե պետք է աներ։ Ի սկզբանե որ աներ, այսքան ամիսներ չէին կորցնի եւ Ռուսաստանը հույս չէր փայփայի, որ այս վիճակով ինքը հաղթանակած դուրս կգա։ Այսինքն այսօր, որ հիմա Ռուսաստանը տենց փորձում էր նաեւ մեղադրել դատապարտել Ամերիկային, այդ Ամերիկան է տառիթը տվեց։ Հուսանք, որ այդ հարցը Չինաստանի հետ լավանալով գոնե կվերադառնա այն աշխարհաքաղաքական այն ծրագիրը, որի մասին խոսում ենք։ Շնորհակալություն այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։